Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարեկեցիկ եւ բարեկամ երկիր, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Անդրադառնալով Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կանխման մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը Դմիտրի Պեսկովն ընդգծել է. դա Հայաստանի ներքին գործն է։ Մենք իհարկե շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրինականությունը եւ հանգստությունը, ասել է Պեսկովը, հավելել. Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր դաշնակից է, երկու երկրներն ունեն շատ զարգացած բազմապրոֆիլ հարաբերություններ։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում կալանավորված Սամվել Կարապետյանի հարցով, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Ռուս պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, հույս հայտնել, որ նոր էսկալացիա չի լինի, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կամբողջացվեն։ Պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար, ասել է Պեսկովը, հավելել. Մոսկվան պատրաստ է անել հնարավորը այդ գործընթացին նպաստելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը Հագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անդրադարձել է իսրայելա-իրանական էսկալացիային, հայտնել, որ կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին։ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները Դոնալդ Թրամփը համեմատել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծման հետ։ Ըստ էության, երկու դեպքում էլ պատերազմն ավարտվեց, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա կրկնել է, Վաշինգտոնը թույլ չի տա Իսլամական Հանրապետությանը զբաղվել ուրանի հարստացմամբ, անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական ճանապարհ։ Թրամփի կարծիքով իրանական օբյեկտներին ամերիկյան հարվածները ոչ միայն դադարեցրին Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմը, այլև կարող են նպաստել Գազայի հատվածում կարգավորմանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի միջուկային բոլոր օբյեկտներն ու կարողությունները ոչնչացվել են։ Բենյամին Նեթանյահուն եւս հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժման մասին եւ խոստացել նորից հարվածել Իսլամական Հանրապետությանը, եթե փորձ արվի վերակենդանացնել ծրագիրը։ Չնայած Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների պնդումներին CNN-ը եւ New York Times-ը հղում անելով ԱՄՆ ռազմական հետախուզությանը հայտնում են, որ իրանական օբյեկտներին հարվածները լիովին չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին ապա տեղեկություն տարածելու համար։ Հագայում է նաև Վոլոդիմիր Զելենսկին, ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նա կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Մինչ այդ Զելենսկին բանակցել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսյանի հետ։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ Կիևը պաշտպանական համատեղ արտադրություն կսկսի։ Զելենսկու խոսքով Ֆրեդերիկսյանի հետ անդրադարձել են նաև Ուկրաինայի զինված ուժերին Կոպենհագենի հետագա աջակցությանը։ Յուրաքանչյուր երկիր, որն այժմ անկեղծորեն օգնում է Ուկրաինային, կարող է ակնկալել փոխշահավետ գործընկերություն, շեշտել է Զելենսկին, հավելելով. Ուկրաինան ցանկանում է նպաստել Եվրոպայի ամրապնդմանը։ ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին։ Սպիտակ տան կարծիքով, եթե հակառուսական պատժամիջոցներ կիրառվեն, դա կնշանակի, որ Մոսկվայի հետ բանակցությունների պատուհանը ամենայն հավանականությամբ կփակվի, նշել է Մարկո Ռուբիոն։ Նա տեղեկացրել է, որ Թրամփը մերժում է Եվրոպայի համապատասխան կոչերը։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը հայտնել է, որ հակառուսական սահմանափակումների հարցով Սպիտակ տունը գործակցում է Կոնգրեսի հետ։ Պետք է ճիշտ պահ ընտրել, շեշտել է Ռուբիոն։ Դիվանագետի խոսքով բոլորը Վաշինգտոնից պահանջում են նաև ռազմական նոր աջակցություն տրամադրել Ուկրաինային, ինչը եւս ըստ Ռուբիոյի կխանգարի հրադադարի հասնելու ջանքերին։ Դիանա Գասպարյան, Լուրեր։